Պարոն Արշակյան, վերջին օրերին Հայաստանում բավականին թեժ զարգացումներ տեղի ունեցան, խոսքս վերաբերում է հոգևորականների այդ ագրեսիվ պահվածքին, Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ձեր դիտարկումները դրանց մասին։ Որից սկսենք հոգևորական բյուրոկրատիայի, եկեղեցու բյուրոկրատիայից սկսենք։ Շատ հետաքրքիր զուգահեռ դուք հարցը այնպես տվեցիք, որ գործը հեշտացավ։ Երկու դեպքում էլ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի։ Հոգևորականը պետք է զբաղվի իր գործով, դա մեզ կապի Աստծու հետ, կարգավորի մեր կյանքը, լինի օրինակելի իր բարքով, վարքով, իր նկարագրով, օրինակելի մարդ։ Եվ ընդհանրապես մենք հիմա այս հեղեղուկ ժամանակներում, երբ ամեն ինչ փոփոխվում է, չկան արժեքներ, կան շահեր, չկան դաշնակիցներ, չկան բարեկամներ, կան տվյալ պահին շահեր եւ այլն, հոգևորականները եկեղեցին ընդհանրապես նաեւ որ նրանց այոն այո է, ոչը ոչ է, նրանք օրինակելի են իրենց ամեն ինչով։ Մենք այ պետք է իմանանք, որ մեր կյանքում մենք ինչ որ անենք, չանենք, գիտենք, որ մի տեղ կա, որտեղ իսկականն է, ճիշտն է, օրինակելին է, նմուշայինն է, դան է։ Երկրորդը գործարարության իմաստով։ Շատերը, ես շատ մեղմ եմ ասում, շատերը կերազեին Սամվել Կարապետյանի գործարարական ջիղը ունենալու համար, նրա կարճելու, պոկելու, գործելու, կազմակերպելու ունակությունը ունենալու համար կթողնեին ամեն ինչ, մանդատներ, կոչումներ, մենակ այդքան ռեսուրս կարողանային տնօրինել, տիրապետել։ Իր գործը դա էր ու լավ էր ստացվել։ Հաջողակ հայ գործարարներից մեկն է։ Ու հանկարծ երկուսն էլ, եւ հոգևորականները, ծառաները մեր, սպասավորները եկեղեցու, թողեցին իրենց իսկական գործը, նույնպես շատ ազնիվ գործը։ Ամեն մարդ չի, որ կարող է հոգևորական դառնալ, ամեն մարդ չի, որ պատրաստ է հատուկ զրկանքների ենթարկվել, սկսած սեռական զրկանքից, վերջացրած նիստուկացից, համեստ կյանքով պետք է ապրեն, ժուշկալ եւ այլն։ Այսինքն ամեն մարդ դա չի կարողանում, ովքեր որ հասել են դրան, անցել են այդ քննությունը, պետք է մի տեսակ հպարտանային, ուրախ լինեին իրենց նվաճումով, դա նվաճում է, այսինքն անցնել այդ զտիչները ու դառնալ հոգևորական ամեն մարդու բան չի։ Ու հիմա ստացվել է, որ իրենք հետ են գալիս, լքում են իրենց հատուկ դիրքը, հատուկ կարգավիճակը, որ մենք հավատացյալները ստվել ենք իրենց, գալիս են խառնվում են այն գործերին, որտեղ որ չափորոշիչները բոլորովին այլ են, այնտեղ ամեն ինչ կարելի է։ Նույնը եւ մեր հարգելի գործարար Սամվել Կարապետյանը։ Քո լավ գործը, լավ կարգավիճակը թողել ես, եկել ես, բա այն մյուսները ինչ անեն, օրինակ ասենք Գուրգենը Սիմոնյան ինչով զբաղվի, Արեգը Քոչինյան ինչով զբաղվի, Խուրշուդյան Հովսեփը ինչով զբաղվի, գան քո տեղը փող շինեն, դե մարդկանց գործն էլ դա էր զբաղվել քաղաքականությունով։ Այն ինչի համար, հա, այն կոչի համար, որի համար նա այս պահին կալանավորված է, կհիշեք, որ ասել էր մենք մեր ձևով կմասնակցենք, թեև հետո իր փաստաբանը ասել էր, որ մեր ձևով կմասնակցենք, նա նկատի էր ունեցել, որ եկել է բարիշացնելու եկեղեցու եւ իշխանությանը։ Հա, ընդհանրապես հաշտեցնելու հենց եկեղեցին ինքը հաշտեցման ամենագլխավոր ինստիտուտն է։ Եթե եկեղեցուն ինչ որ մեկի հետ պետք է հաշտեցնել, դա նշանակում է աբսուրդ է։ Ոնց կարելի է դա անել։ Այդ դեպքում հարց է, ինչ մանդատ ունես, եկեղեցին ունի մանդատ, հաշտեցման, սիրո, խաղաղության, հանդուրժողականության, զսպվածության, եղբայրության մանդատը եկեղեցու սպասավորների ձեռքում է, խաչնել վզներից կախված։ Ես մեկին գիտեմ, որ ճակատին էլ կա խաչ ադամանդի, մեկը կա, ադամանդի խաչը կրում ճակատին։
տեսնում եք, ուրեմն ախպեջանքու գործով զբաղվի։ Բերման ենթարկվելիս էլ նա հայտարարեց, որ դրանց դաս կտակ։ Արդյոք դա էլ էր հաշտեցման կոչ։ Ես կարծում եմ, որ դա մաքուր ինքնագործունեություն է։ Մաքուր ինքնագործունեություն է, որովհետև մանդատ չունի։ Օրինակ, եթե ինքը կանգնում է այդ շարքը, դա հատուկ մի շարք է։ Կալոնա կամ շիրենգա ռուսատյացների, Ռուսաստանին Հայաստանի հետ կռվածնողների շարքն է կանգնել։ Ռուսաստանը նրան գործուղել է այստեղ, որ մեզ կռվածնի Ռուսաստանի հետ։ Եվ այս հայտարարությունների տակ ինչ պետք է սպասել, ինչ կարող է լինել։ Ես դա եմ տեսել, որ եկել է, որպեսզի կռիվ հայտարարի Ռուսաստանին կամ Ռուսաստանը Հայաստանին։ Ինքը որպես Ռուսաստանի քաղաքացի եկել է Հայաստանին պատերազմ է հայտարարում։ Հայաստանի իշխանություններին, Հայաստանի եկեղեցուն, եթե դու պաշտպանում ես բյուրոկրատներին եկեղեցու, պաշտոնյաներին, որոնք ակնհայտորեն խախտել են, Բենթլի ունեն, ուրիշ բան չասեմ, ակնհայտ Բենթլի, ու այդ Բենթլին դատավճռով հայտարարված է, որ գողացված է, փայլակից գողացել է։ Կիպրոսի դատախազը դրանով 20 տարի է իբր թե զբաղվում է։ Այսինքն ում հետ կռվածնում, դա հաշտարարություն չի, դա հրձիք է պատերազմի, մեզ կռվածնում ես Ռուսաստանի հետ, որպես Ռուսաստանի քաղաքացի գալիս ես ու դու գիտես, որ նրանք նախորդ իշխանությունները, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, առնվազն այդ երկուսին ասեմ, նրանց նկատմամբ կա քրեական գործ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի առանձին եւ Սերժ Սարգսյանի։ Դու հիմա որ եկել կանգնել ես ընդդեմ Հայաստանի Հանրապետության, դա է մանդատը, տվել են այդ մանդատը։ Ինձ հետաքրքրում է, ով է տվել այդ մանդատը։ Մարգոն։ Նրանց աջակցման արձագանք։ Ով է տվել այդ մանդատը։ Եթե մի հոգի մանդատ տալու իրավունք ունի Ռուսաստանի օրենքներով, սահմանադրությունով, դա երկրի նախագահն է։ Երկրի նախագահը բոլոր հարմար առիթներով ասել է, որ իր գործընկեր Հայաստանի Հանրապետության իշխանությունը արդյունավետ աշխատում է իր հետ։ Այսինքն դրա համար եմ ասում, ինքնագործունեությունն է, ինքն է որոշել։ Ես վերջերս իմացա, որ պարզվում է, որ իրեն նախազգուշացրել են այլ հարցերով, այսինքն ինչ-որ տնտեսական խնդիրներ կան, մեր իմիջիալոց կարելի է դա ստուգել, քանի ստաբիլիզատոր էլեկտրական, մաքսայինով իմանանք, քանի ստաբիլիզատոր է մուտք գործել Հայաստան։ Նմանություն չեք տեսնում, ինչպես գործուղեցին Ռուբեն Վարդանյանին Արցախ, հիմա էլ Սամվել Կարապետյանին գործուղել են Հայաստան։ Դա գրուպա է, գրուպա։ Ուրեմն ես ցավոք սրտի տեսնում եմ ու դրա մեջ վտանգ եմ տեսնում, կարեկցում եմ նրանց։ Եթե ինչ-որ բան լինի, հումանիտար առումով պատրաստ եմ աջակցել եւ որպես հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչված դատավճիռ ունեմ։ Ես միակն եմ այդ իմաստով Հայաստանի Հանրապետությունում, որ ճանաչվել եմ հատուկ վտանգավոր ռեցիդիվիստ, 4 անգամ դատվել եմ։ Ես համերաշխում եմ կալանավորված արդեն ազատազրկված Ռուբեն Վարդանյանի հետ, որպես կրտսեր, նրանք կարգավիճակով դեռևս ռեցիդիվիստ չեն, առաջի սրոքն է նրանցը։ Եվ հիմա արդեն Սամվել Կարապետյանին ասում եմ, ես պատրաստ եմ գրեֆ ուղարկել իրենց, եթե պետք է թող դիմեն, թող աբրաշատ լինեն ինձ։ Ուրեմն ես կարծում եմ, որ դրանք առաջինը չեն, իրենցից առաջ էլ մի քանի հոգի գործարարներ, էթնիկ հայեր մտել են քաղաքական տարածքը եւ նույնպես Ռուսաստանի կողմից եւ պատժվել են եւ Ռուսաստանում եւ Հայաստանում։ Այսինքն մեր մոտ պարզվում է մեր հարաբերություններում, հայ-ռուսական հարաբերություններում ընդունված չի բուրժուազիային ներքաշել քաղաքականության մեջ։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը մանդատ չուներ, Ռուսաստանի նախագահի կողմից գործուղված չէր, ճիշտ այդպես նաև Ռուբեն Վարդանյանը։ Եթե
նրանք Ռուբեն Վարդանյանը մանդատ ունենար, ռուսական բանակը նրան չէր հանձնի Ադրբեջանին։ Իսկ գուցե հանձնարարությունները լավ չեն կատարել դրա համար մնացին այսպես վիճակում։ Դա արդեն հարց է։ Մենք չգիտենք, ուրեմն թող հայտարարի, որ լավ չեն կատարել։ Ինչ լավ չեն կռվածնում մեզ Ռուսաստանի հետ։ Համենայն դեպս ձախողվում են փորձերը երկրի ներսում իշխանապողություն անել։ Մենք իսկապես չենք կռվում Ռուսաստանի հետ, պատերազմ չենք հայտարարել Ռուսաստանին, ոչ էլ Ռուսաստանն է մեզ պատերազմ հայտարարել։ Եթե նրանց նպատակը պատերազմ հրահրելն էր, ուրեմն չի ստացվել, բայց ես կարծում եմ դա պետք է ճակերտների մեջ վերցնենք։ Դուք նշмарում եք ինչ որ այլ, օրինակ օլիգարխի կամ որևէ հայտնի մարդու, որը Ռուսաստանից հերթական անգամ կգործողվի այստեղ ինչ-որ ցնցումներ առաջացնելու համար։ Կա այդ տեսակ ինչ որ մեկը, որին դուք տեսնում եք։ Հայերեն էլ լավ բառ է, հղպացել են ոմանք, դա հայտնի բան է, բուրժուաները հղպանում են։ Այ որ շատ փող են ունենում, բուրժուա եմ ասում, ես չեմ ասում մեծ հարուստներ, դա հարստությունը այլ բան է։ Փողատերերը երբեմն այո, չափի զգացումը կորցնում են եւ գերագնահատում են իրենց ունակությունը։ Իրենց թվում է, թե իրենք կարող են նաեւ երաժշտություն, նկարչություն, այսինքն արվեստ անում են ոմանք, գիտեք, չէ, երգում են, պարում են, քանդակում են, ոտանավորչություն, ոտանավորներ են գրում, ստիխներ են գրում։ Այդ շարքի մեջ է։ Նրանց մոտ ստացվել է փող շինելը։ Իրանց թվում է, թե կարելի է իշխանություն էլ շինել։ Դրա համար ես ասեմ շատ լավ ճանապարհ կա, կան քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցություններ կան եւ մեր քաղաքական կուսակցությունների մասին օրենքը ես համարում եմ խուժան օրենք, օլիգարխիկ օրենք, հնարավորություն է տալիս օլիգարխներին ֆինանսավորել քաղաքական կուսակցություններին, քաղաքական գործիչներին եւ իրենք հերբես թող պատուհանից կամ պատշգամբից նայեն ինչ են անում, կան մեր մոտ այդպիսի օրինակներ էլ։ Հաջորդ հանդիպման ժամանակ կարող ենք նաեւ դրա մասին խոսել։ Իսկ կարող ենք ասել, որ Սամվել Կարապետյանի այս կալանավորումը ի վերջո դաս կհանդիսանա բոլոր նրանց, ում մտքում կար հերթական անգամ մեր պետության դեմ դուրս գալու, ինքնիշխանության դեմ դուրս գալու։ Այո, ստորագրեմ, այո, կարելի է ասել։ Ավելին, ես կարծում եմ երկու ստեկ Ռուսաստանի կողմից էլ Ռուսաստանը ակնհայտորեն չի խրախուսում օլիգարխների մասնակցությունը քաղաքական կյանքին, օրինակ Յուկոսի գործը, դա հայտնի է, շատ ցուցադրական, ուղղակի համաշխարհային արձագանքով գործեր, որ ունևորները, օլիգարխները, մեծահարուստները, փողատերերը իրավունք չունեն քաղաքականությանը զբաղվել առանց մանդատի, առանց թույլտվության։ Այսինքն սա Ռուսաստանում նաև, քանի որ նրանք սիրում են առիթից օգտվել, ամենակիչը ես կարծում եմ Ռուսաստանը ի ցույց է դնում, որ բուրժուազիան առանց մանդատի, առանց հանձնարարության իրավունք չունի միջամտելու ոչ ներքին գործերին, ոչ էլ արտաքին վասալների կամ հարևանների կամ գործընկերների ներքին գործերին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը նույնպես առիթից օգտվում է իր օլիգարխներին, ասում է հանգիստ մնացեք, ես կասեմ կանեք։ Ուրեմն ես ենթադրում եմ, որ Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը հրահանգ չեն ստացել ռուսական կենտրոնական իշխանությունների կողմից, նրանց կողմից աջակցություն էլ այսօր չունեն։ Իսկ այդ դեպքում ո՞րն էր պատճառը այս տեսակ հայտարարությունների եւ պահվածքի։ Մեծամտածել են։ Իրենց թվում է, եթե իրենք ունեն շատ ծառաներ, որոնք հլու հնազանդ կատարում են իրենց, ճորտեր ունեն, բատրակներ ունեն, իրենց թվում է, թե երկիրը նույնպես բատրակացու է, բատրակների տարածք է, այ ես կարծում եմ, որ հիմա դա հետաքրքիր է, թող իրենք իմանան իրենց տեղը, թող աշխատեն, հարստանան եւ աշխատատեղեր ստեղծեն, բարեգործությունով զբաղվեն եւ այլն, դա իրենց գործն է։ Եթե չէ թողնում են գործը, գալի շարք են կանգնում, ընտրաշավին մասնակցում են, դառնում են քաղաքական գործիչ։ Խոսենք նաև վարչապետի մի հայտարարության մասին։ Երեք ազգային ժողովում նա հայտարարեց, որ 2018 թվականի հունիսին ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ էի, իսկ 2025-ին Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետ։ Ինչ հետաքրքիր է, դուք ձեզ հետաքրքրում է դա իսկապես։ Ինձ էլ է դա շատ հետաքրքրում ու մտածում եմ,
հետևողական է լինելու վարչապետը։ Ազգային ազատագրական շարժում է սկսվել։ Գիտեք, իմ կյանքի ընթացքում մի քանի անգամ ազգային ազատագրական շարժում եղել է, օրինակ Ղարաբաղի անշարժումը, այդպես ազգային ազատագրական շարժումը այդպիսի դրսևորում ունեցավ։ Հետո ազատագրումը, միացումը, դա ազգային ազատագրական շարժում էր։ Այն հանրաքվեն, որտեղ անկախության հանրաքվեն, ոչ թե միացման հանրաքվեի գնաց Հայաստանի Հանրապետությունը եւ իշխանությունը, չգնացին միացման հանրաքվեի, գնացին անջատման հանրաքվեի։ Ես հիմա 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո եւ հաջորդ քվեարկությունից հետո ազգային ժողովի կապիտուլյացիայի քվեարկությունից հետո գաղութացման քվեարկությունից հետո եթե մենք անկեղծ ասած 2018 թվականին հույս ունեինք, որ հեղափոխությունը ազգային ազատագրական է, ապա գաղութացման շարժում է։ Հիմա եթե 7 տարի հետո վարչապետը հայտարարում է դրոշը բարձրացնում է, ապա գաղութացման ազգային ազատագրական շարժման դրոշ է բարձրացնում, ուրեմն գնանք շարք կանգնենք այնտեղ։ Նաև խոսեց հեծի ազգայնացման մասին, վաղը վերջնաժամկետն է, նախագիծ կա նաև այդ մասին, ինչ եք կարծում, հեշտ գործընթաց է դա լինելու։ Չէ, դա հեշտ, ընդհանրապես մեր համար հեշտ, ինչ որ հեշտ է, դա կարելի է չանել։ Դա ուրեմն մերը չի, դա պանիրն է մկան թակարդում, դա է հեշտը։ Հեշտ գործ չկա, բայց ես կարծում եմ, որ հենց եթե հայտարարում ենք ազգային ազատագրական, ապա գաղութացում, ուրեմն անպայման բոլոր անարդյունավետ, անարդարացի Հայաստանի Հանրապետության գույքի օտարումը հարկավոր է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովրդին։ Այսինքն ազգայնացումը դա ոչ թե գույքի տեղափոխություն է, շորթում է, թալան է, այլ ազգայնացում է, որովհետև դրանք արվել են իշխանությունը զավթած գաղութարարների կողմից։ Եթե այդպես է ձևակերպում, ես քվեարկեմ դրա համար խոստանում եմ, եթե դրանց համար բանտ կառուցվի, իմ թոշակը նվիրեմ, որևէ ճաղ իմ թոշակով սարքեմ դրանց համար, ովքեր որ կողոպտել են Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդին, մեր պետությունը կողոպտել են այդ հծանները, գույքը պարտքի դիմաց, ատոմակայանը, երկաթուղին, ես չգիտեմ Մերգելյանը ու Վիկտոր Համբարձումյանը, ինչ կա, ամեն ինչ վաճառել են, այսինքն չեն վաճառել, կողոպտել են, գողացել են, գողունը հետ բերել է կոչվում։ Ես կողմ եմ ազգայնացմանը, բանաձևը հետևյալն է, հետ վերցնել գաղութատիրոջից, գաղութարարից, հետ վերցնել մեր գույքը, ազգայնացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։